Ես մինչև այլ հաշ չեմ Արցախի կորուստի հետ, այդ իլյուզիա էր, որ մենք պատկերացնում ենք, որ Հայաստանն է Արցախը պաշտպանում։ Չի կարող մարդը հայ լինի ու չխոսի Արցախի մասին։ Արցախը իմ հուշերում չի, իմ սրտում է, Հայաստանը լիարժեք չի, եթե Հայաստանը Արցախ չունի։ Պարոն Պետրոսյան, մեր զրույցի առանցքում Արցախն է լինելու։ Արցախի, Շուշիի մասին լսել եք, երբ դեռ փոքր եք եղել։ Ում շնորհիվ տեղի ունեցավ այդ ծանոթությունը։ Երևի ավելի շատ մայրիկիս, որովհետև անընդհատ ինձ դասերին զուգահեռ սովորեցնում էր հայրենասիրական երգեր։ Տենց երգում էի, հետո դպրոցում հարցրեցին ովքեր գիտեն հայրենասիրական երգեր, ովքեր որ ձեռք էին բարձրացնում, հավաքագրում էին եւ պարզվեց, որ պետքա գնանք Մատենադարան, նկարել ունեմ 1988-ին, երբ որ մի քանի 100,000 մարդ Արցախ էր գոռում, այն ժամանակ Ալշատ Ղարաբաղ էին գոռում ու միացում, մենք այդտեղ կանգնած երգում էինք երեխաներով։ Դրանից հետո դասանից մի քանի հոգով, 3 տղայով ես իմ ընկեր Արտուրն ու Ոսկանը որոշեցինք չնայած 4 դասանիկ իբր պետքա գնայինք կռվելու, դե գնացինք, ման տենց շատ սիրուն մեզ տարիքով ավելի մեծերը համոզեցին, որ դուք ավելի լավ աստեղ մնաք, թեկուզ արկղեր դասավորեք, ման տենց չգնացինք։ Դրանից հետո ուսումս ավարտելուց հետո ծառայել եմ Արցախում, բայց մինչ այդ արդեն կապվել էի, որտեվ համակուրսեցիներ եմ ունեցել մի քանի տասնյակ արցախցիներ, որոնց հետ մինչև այլ ընկերություն անում ենք ու ոնց որ ասած իրանք միշտ տարբերվել են լավագույն ձևով, բնականաբար մինչև այլ ընկերություն անում ենք շատ մոտ ենք ընկերներով, էլի։ Այնուհետև 44-օրյա պատերազմը ձեզ տարավ Արցախ։ Քառորյան շատ ծանր տարավ, միշտ այդ ժամանակ դեռ պետծառայող էի, միշտ երկրապահում էի, էլի ինչով կարող էի օգնում էի, Ուրիխանյանը չէր թողնում, այն ժամանակ ինքը կարծեմ Մանվել Գրիգորյանի տեղակալն էր, ասում էր ժամանակը չի որ դու գնաս, ու տենց դե կարճ տվեց, բայց դրանից հետո անդադ ես ինքսի մեջ ամաչում էի, որ չեմ գնացել, իսկ այնտեղ հիշում ենք 100-ից ավել մեր լավ երեխեքից զոհվեցին, ու ինքսի մեջ անդադ հարցը տալիս էի, ես գոնե ամուսնացած եմ, երեխա ունեմ, իսկ փոքրերը, որ դեռ սերունդ չեն թողել, չկան, այդ ինձ ստիպում էր, երբ որ սկսվեց 44-օրյան, ճիշտն ասած, հենց առաջին օրվա մեր հերոս երեխաներից մեկը իմ բարեկամն է, ուղղակի անհայտ կորած է, իմ քրոջս տղան է, դրա համար անունով չեմ ասի, հենց առաջի օրը մարտական խաչ ստացավ, ոնց որ էլ ավելի մեջս կրկնապատկվեց, որ եթե իմ զարմիկը ընդեղ է ու կարողանում է աչքի ընկնել, հպարտություն, դեք ուրախության արդյունքները չէր լինում զսպել, որ տենց ազգի ներկայացուցիչ ունենք եւ էլ ավելի էր պարտավորեցնում։ Հետո ընկերները սկսեցին հերթով գնալ, մեկս մեկից չէինք ասում։ Ընկեր ունեմ, որ ներկայումս դատավոր է ու պետության կողմից պարգև ստացավ Մարտակերտի հատվածում կռիվներին մասնակցելու համար, որ եղբորս տղան գնաց։ Դες մի խոսքով արդեն ոնց որ նույնիսկ եթե չուզենայր, պետքա պարտադիր գնայր, բայց ես իրականում տրակվում էի, անպայման ուզում էի մասնակցեի։ Հոկտեմբերի 11-ից մինչև 15-ը Հադրութի շրջակայքում հայտնի թութակներ կա, տեղ եմ եղել, տեղից շատ հետաքրքիր պատմություններ եմ հիշում։ Վագն Չախալյանը, իմ լավ ընկերը, ում պատերազմին եմ ծանոթացել։ Չախալյանը մի ասկերանցի տղա է, անունը չեմ հիշում, բայց կապուտաչա տղա էր, երկուսով մտնում էին Հադրութ, երբ որ Հադրութը արդեն վիճելի էր ու մի մասը իրանցն էր, մի մասը մերն էր, օրվա տարբեր ժամերի, երկուսով գնում էին ու այնպիսի կռիվ էին սարքում, որ մի քանի կիլոմետրի վրա այդ կրակոցները, արկերի պայթյունները լսվում էր, հետո քրտնած, սենց ցեխոտ, մի կերպ փախնում գալիս էր, մեզ մենակ խնդրում էր, որ մեր մոտով անցնում էր, հետագայում հետ գալու ժամանակ զգոն լինեինք, որ իրա թիկունքը պայենք։ Մենք ուղղակի կանգնած էինք,
խրամատներ չունենք, այդ մի քանի կիլոմետրի վրա ասֆալտների վրա կանգնած ենք, անընդհատ իրանց անօդաչու սարքերը օդում էին, եթե թաքնվելու ոչ մի տարբերակ չուներ, մի կողմից ժայռեր, մի կողմից ձորեր, պրոստը ուղղակի պետքա բախտդ բերեր ողջ մնայր, այսինքն դու պաշտպանվելու կամ որևէ դիմադրություն ցույց տալու տարբերակ չուներ։ Հայտնիներից էլի կար Մանախը, երևի բոլորին գիտեն, Արտուր ազգանաթողներից չեմ հիշում, ինքն էր իր տղաների հետ անընդհատ չէին կարողանում տեղները նստեին, անընդհատ գնում էին, մտնում էին մեջները, շատ լուրջ մարտական վնասներ էին տալիս թշնամուն հակառակորդին։ Ռուստամն էր այնտեղ հայտնի, որ զոհ է ցավոք սրտի իր տղայի հետ։ Ռուստամը դե ավելի պատրաստված, ավելի դե մարտական ուղի անցած, փառավոր ուղի անցած մեր տղաներից է։ Ցավոք սրտի հոկտեմբերի 14-ին իրանց ինքնաթիռները եկան, շատ մեծ վնաս պատճառեցին մարդկային։ Մենք տեղյակ չենք, էլի տես կանգնած ենք ասֆալտի վրա։ Հենց իմ մարտական ընկերս Գրիշան զոհվեց այդ ռմբակոծությունից։ Մի քանի րոպե առաջ այդ դեպքից խնդրեցի, որ սուրճ դնի խմենք, ասեց հաց եմ ուտում, նստի ուտենք։ Ես ասեցի դե լավ, վերջացրա ձենտուր ու այդ արանքում մինչև ես գնացի իմ դիրքը 20 մետրի վրա էր իրանից, հետ եկա, այսինքն էլ հետ չեկա էլի, այդ արկերը որ նետեցին, Գրիշը մահացավ։ Դրանից հետո դե արդեն ովքեր ողջ էին բան, մի կերպ կազմակերպված իջանք Թաղեր գյուղի մոտ ռեստորան կար, այդտեղ էինք հավաքվում, այդտեղից ամեն մեկս տարբեր ճանապարհներով հասանք Ստեփանակերտ ու Ականատես լինելով նման հերոսական դրվագների ձեզ համար զարմանալի չէր, ինչու ընկավ Հադրութը, մյուսը։ Ասեմ հենց առաջի պահին, որ ես ասել եմ Հադրութ, իմ համար ակնհայտ էր ինչա լինելու վերջը, ոնց որ չուզենալով պատմել վատ բաները ստիպված եմ պատմել, պատկերացրեք առաջի վարկյաններն է, երբ որ Ուրալներից իջանք, հենց թութակներում իջանք, այդտեղ դե ես ճիշտ ասած, քանի որ ռազմական փորձ չունեի, ընդամենը ժամանակին 2 տարի ծառայել էի բանակում, չէի ասել, որ բարձրագույն կրթություն ունեմ ու պետական ծառայության ժողովրդի լեզվով ասած գնդապետի դասային աստիճան ունեի, չէի ասել, որովհետև չէի ուզում իմ վրա պատասխանատվություն վերցնել ու մի քանի տասնյակ, միգուցե 100 մարդու ղեկավար էի։ Ես իմ դասակի հրամանատարին հարցրեցի ինչքան պետք է իշտենք, ասեց չգիտեմ, այնքան մինչև դիմավոր են, բայց արդեն ակնհայտ էր, որ ինչ-որ բան ավել ենք գնացել, խնդրեցի կանգնի ու կապ հաստատի, հասկանանք ուր են մեզ դիմավորողները, ասեց, որ հեռակապել չկա իր մոտ, ասի դե դեպքում առաջարկում եմ հետ գնանք, հարցնենք կամ թող ուղեկցող դնեն մեր հետ կամ ինչ-որ մի ձև այնպես անեն, որ հանկարծ չգնանք շրջափակման մեջ, ընկնենք, գերի ընկնենք եւ այլն։ Դասակիս հրամանատարը Փառք Աստծո խելացի էր եւ լսեց իմ հորդորը, դասակը վերադարձրեցինք, հետ էին գալիս, ճանապարհին թփերի մեջից Գյումրու ակցենտով ձայն լսեցինք, կայնեք կրագեմ գ, դե մի անգամից սառեցինք սաղս, այդ տղան հետախույզ էր ու այդտեղ նստած էր, որպեսզի եթե թուրքերը ինչ-որ փորձեին խմբակներով առաջ գալ, ինքը նախորդ տեղյակ կար մերոնց, ասեց զենքերը դրեք, դե պատասխանեցինք հայերեն, որ մի կրակի հայ ենք, ասեց ինչ իմանամ հայեք, կոդը հարցրեց, այդ օրվա կոդը կարծում եմ ռազմական գաղտնիք չի, դու պետք է ասեիր Գորիս, իրանք գրատ պատասխանեին, մեզ այդ կոդն էլ չէին ասել, այսինքն այդ տարբերվող տարբերանշանը չգիտենք ու այդ տղան լրիվ իրանքում էր, մեզ ինքը խփեր, որտեղ ինչ իմանա հայերեն խոսացող թուրքեր ենք, ադրբեջանցիներ ենք, թե հենց հայեր ենք, բայց բարեբախտաբար մորական կողմից գյումրեցի եմ ես եւ ակցենտով խոսեցի եւ ասեցի, որ գյուղի թողեմ, կողքի գյուղերի տեղանունները հարցրեց, ասեցի տենց ոնց որ փրկվեցինք, որտեղ կապ չուներ տեղով կհաղթեր, հային խփելուց ոչ մեկս էլ չէր հաղթելու։ Փառք Աստծո, այդ տղան մեզ ասեց, սենց ով է ձեզ այդտեղ ուղարկել, հո աննորմալ չեն, թուրքերի մեջ մտնում եք հետ եք գալի, դաժե չգիտեք որտեղից եք գալիս։ Հենց այդ պահին արդեն հասկացա, որ երևի հույսս մենակ ին վրա պետքա դնեմ, տղաներին գիշերը չթողեցի քնեն, ամբողջ գիշեր ասեցի պետքա լուսացնենք, հասկանանք որտեղ ենք,
տեղանքը ուսումնասիրեցինք, հնարավոր հարձակման ու հնարավոր նենք թշնամու հարձակումները կանխելու համար ու փորձեցինք հնարավորն անել, բայց իհարկե որևէ օգնություն չունենք, որևէ ինֆորմացիա չունենք, ուղղակի մի քանի օր կանգնած մնացինք։ Այդ վիճակն էր ու արդեն պարզ էր, որ ամեն ինչ արվում է, չեմ կարող պնդել կանխամտածված թե չէ, բայց այդ պայմաններում բանակը, որ խոսա մարտունակությունից, հնարավոր չի։ Չկար երկրորդ բնագիծը, որ գնայինք օրինակ մեջը մտնեինք, փորձեինք թշնամու հետ կռիվ տանք։ Նույնիսկ զավեշտալի էր, այնքան պատրաստ չէինք, որ չգիտենք, որ անօթաչուները չեն լսում, երբ որ տեսնում ենք օդի մեջ ցույց էինք մնում, այդքան անգրագետ վիճակում էինք, հա։ Եվ այդպես հասակ մինչև Շուշիի մատույցներ։ Հասանք մինչև Ստեփանակերտ, Սորիպոլ, այնտեղ Ջեբրայիլից, Հադրութից, տարբեր տեղերից, դες մաս մնացած 5 հոգի, 3 հոգի, 2 հոգի, ամեն մեկը ոնց կարող էր գալ։ Գնացինք Բալուջա, տեղից պետքա տեղափոխվենք Շուշի։ Եթե չեմ Շուշիի մատույցները։ Իջանք, Քարինտակ գյուղը անցանք, գետը անցանք ու ասենց հարթ տեղեր, այդտեղ պետք է դիրքավորվեինք։ Առավոտյան մեր գումարտակի հրամանատարը մի քանի հոգով գնացին հետախուզության, հետո լսեցինք, որ մերոնք շրջափակման մեջից հազիվ են դուրս եկել, մեր գումարտակի հրամանատարը ծանր վիրավորվել էր, մեր հետ չեկավ, բայց այնուամենայնիվ որոշում կայացվեց, որ պետքա գնանք պաշտպանենք, բնականաբար բոլորը մի մարդու պես, անկեղծ եմ ասում, բոլորը մի մարդու պես իրար էին հրում, որ ով շուտ նստի, որովհետև տեխնիկա չկար կամ անվտանգությունից ելնելով էր, ընդամենը մի մեքենայով էին մեզ տանում, նույնիսկ այդտեղ ռուս բլոգերները մեր շտաբի պետին էին նկարել, որը հետագայում ես տեսել եմ թուրքական Անա TV-ով, որ իրանք նկարագրել են իբր մերոնք ոնց են փախնում, բայց չեն փախնում, ուղղակի չգիտեն, որ թուրքերի մեջ են, տեսնում են Աշոտը Խոջալուի կապիտալներից էր, ինքը բան անում, հրանգատալի, որ հետ քաշվեք ու նորմալ տեղ են դիրքավորվում։ Մի խոսքով մենք որ գնացինք դիրքավորվենք, sense բաց տեղեր ու թշնամին էլ անդադ արկերով խփում էր, բայց տարբերակ չունեինք, պետքա փոսեր փորեինք, ծիծաղալով էլ տղաներին ասում էինք, որ ամեն մեկս մեր փոսն ենք փորում, ոչինչ, գոնե Շուշի տակ կլինենք։ Արդեն այդ ժամանակ արդեն դասակի հրամանատար էի, ասել էի, որովհետև ես հասկացա, որ պետքա ամեն դեպքում իմ գիտելիքները չթերագնահատեմ, ինչքան էլ որ զինվորական չեմ։ Եվ այն եղած զինվորական սպայական այդ ցածր կազմը որ կար, եւ չէր բավարարում, նրանք ովքեր խիզախ էին արդեն հիմնականում զոհվել էին ու պետք էր առաջնորդական հմտությունները ցույց տալ, ես ասել էի ու ինձ խոստացան, որ ճիշտ է զինվորական կոչում չունեմ, բայց կտամ, բայց մինչև այսօր չեն տվել, բայց դրա համար չես գնում հայրենիքի համար կռվես։ Մի խոսքով դիրքավորվեցինք ու այդ ժամանակ իմացա, որ էլի լիքը խնդիրներ կար։ Ինչու չկարողացանք պահել Շուշի։ Ինչու չկարողացանք պահել, հա, հենց դիմացի Սարի հետև իրանց հիմնական կուտակումն էր, որի մասին բազմիցս բոլորը խոսել են բլոգերներից սկսած։ Ամեն օր խնդրում էինք, որ մեր հրետանին աշխատի ու խփի, շատ մեծ կուտակում ունեին, տենց էլ չլսեցինք այդ հրետանու թեկուզ մեկ կրակոցը։ Այդ ժամանակ հանուն արդարության ասեմ, որ իրանք անօթաչուներ չունեին, բայց իրանք շատ էին եւ օրվա մեջ մի քանի անգամ փորձում էին դիվերսիոն գործողություններով անցնեին այդ արգելքը, եթե անցնում էին ուղակի դատարկություններ, հետեւել ոչ մի բան չկար։ Դատարկված Քարինտակ գյուղն էր, ոչ թե կազմակերպվածության պակաս կար, այլ չկազմակերպված էր։ Նույն այդ մատույցներում, երբ որ հետագայում մենք վիդեոներով տեսանք, որ Արայիկ Հարությունյանը կոչով ասում է եկեք, չգիտեմ ինչ, մենք հետո իմացանք, որ Բալուջայում մեր նոր ստեղծված գնդի երկրորդ գումարտակն էլ կա, որը մինչև վերջ մնաց ընդդեմ, այսինքն երբ որ մենք արդեն զոհեր ունեինք, վիրավորներ ունեինք, պետք էր փոխել, մարդիկ օգնում էին, ես հենց գնահատեմ, հա, պետք էր շատ զոհեր լիներ Շուշիի դեմը, Շուշիի տակը, որ լեգիտիմացվեր Շուշիի հանձնելը։ Երբ որ մենք Telegram կանալներով հլետ հատվածում կարդում ենք, որ Ալիևն ասում է նոյեմբերի 9-ին կանգնելու է պատերազմը Շուշիի գրավումով, մենք այդտեղ կանգնած ենք, ասում ենք, այսինքն բա մենք ինչ ենք կլնելու, զոհվելու են, կերի են տալու, ինչ են անելու, ու այդ պայմաններում մեկը զորքը չի փախել, մեկը մինչև վերջ կանգնել է։ Պատերազմը շատերի կյանքը փոխեց, ձեզ ինչպես փոխեց։ Մի դրվագ եմ ուզում պատմեմ, հենց այդ
իրավիճակի հետ կապված նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերն էր, երևի գիշերը 10-ի կողմերն էր, իմ հրազդանցի ջոկի հրամանատարներից մեկը ասեց կամանձեր ձայներ եմ լսում ձորում, ու արդեն հանուն արդարության գոնե Շուշի մատույցներում հեռակապ ունեինք, հեռակապով իմ Վաշտի հրամանատարի հետ կապվեցի, ասում եկան, բա ինչ է պատահել, ասեցի, որ զորից ձայներ են լսում տղաները, ես անձամբ չեմ լսում, առաջարկեցի կրակենք ձորի ուղղությամբ, միգուցե մեկին խոցենք, ձայներ լսենք, ասեց չէ, տենց բան չանես ու դրանից մի 3-4 ժամ հետո քարին տակից տեսանք կրակոցների, լսեցինք կրակոցների ձայներ, այսինքն մեր թիկունքից արդեն քարին տակից 3-4 կիլոմետր առաջ էինք եւ պարզվեց, որ այո, փաստորեն մեր այդ հրազդանցի զինվորը ճիշտ էր զգում, թուրքերը փորձելով այդ մի քանի օր անընդհատ դիվերսիոն գործողություններով մեզ հաղթեին ու անցնեին առաջ չէր ստացվել, փորձել էին շրջանցել հետևից գային, Փառք Աստծո այդ մի քանի հոգով նկատել էին, մենք չգիտենք որ քարին տակում մարդիկ կային, բայց փաստորեն նկատել էին ու սրանց խոցեցին, սրանք մի քանի 100-ն էին ու երբ որ իրանք փորձեցին նահանջել ու եկան ձորի մեջ, այնց ստացվեց որ չէին կարողանում ձորից դուրս գային, չգիտեմ ինչն էր պատճառը ու մենք այդտեղ շատ կազմակերպված ձորի ուղղությամբ կրակ բացեցինք Այդ տարբեր մարդիկ, տարբեր թվեր են ասում, 700-800 թուրք է սատկել այդտեղ, ես ադրբեջանական տելեգրամով եմ տեսել այդ օրվա մասին, որ 188 թե 189 զոհ են ունեցել։ Ոչ մի հերոսություն չեն կարել, ուղղակի իրանք զորում էին, մենք վերևից խփում էինք, չտենալով ուղղակի տենց կույր կրակում էինք, մի քանի դասակի հրամանատարով քարին տակում էինք, պարզվեց, որ ճիշտ ճանապարհը գետակի մեջով գնալն էր դեպի Շուշքենդի կողմ, մենք եկել ենք դեպի քարին տակ, որոշում կայացրեցինք, որ պետք է այդ սարը ամբողջությամբ ոտքով բարձրանանք ու նրանց հրետանին աշխատում էր սարի վրա, ենթադրում ենք, որ գիշերվա մուրը պետք է հանեին, ուզում էին ամեն գնով այնց անեին, որ վախենայինք չբարձրանայինք սարը, բայց բարձրացանք, այդտեղ կանգնած էին միայն Երևանից բերված ոստիկանության զորքերը, կասկաներ, այդ բրոնեժիլետներ, ընդհանրապես զինամթերք չունեին, միայն ավտոմատներով էին կանգնած 30-40 փամփուշտով։ Ցավոք սրտի հետո իմացանք, որ 46 զոհ են ունեցել ոստիկանները այդտեղ, որոնցից երկուսը գնդապետներ էին։ Իրանք շատ լավ մարտեր են վարել, կյանքի գնով փորձել են փրկեն Շուշին։ Մի խոսքով մեզ տարան մեր նահանջի վայրը Բալուջա ու այդքանով մեր համար պատերազմը ավարտվեց։ Արդեն հասկանում էինք, որ պատերազմի ելքը նախորոք էր որոշված ու չունեմ ես այդպես մարտական ընկեր, որ հիմա երբ որ հանդիպում ենք, զրուցում ենք, այդ վստահությունը չունի իր մեջ, բայց որ ասեմ հստակ ապացույց ունեմ այս դեպքով կամ այն դեպքով չէ։ Ուղղակի այդ ձև չկազմակերպված ոնց որ մի հատ գյուղական ջոկատելներ ամբողջ բանակը ում մտքով ինչ չէր, ով ոնց ուզեր, մեկը վախից, մեկը չգիտեմ, անիմաստ էր զովում, դառնում էր, չգիտեմ, Ռեմբոն ասում էր ինքը էս պիտի անեց, այնքան չկազմակերպված էր, որ պետք է այդ արդյունքն լիներ, հա։ Պատերազմից հետո ինչն էր ամենադժվարը առօրյա կյանքում իրադառնալու համար։ Ես մինչև այլ հաշ չեմ Արցախի կորուստի հետ համակերպվել է, որ այլ Արցախ չեմ գնալու։ Չեմ պատկերացնում ինչ ձև կարելի է հիմա ուրախանալ, նույնիսկ եթե այս վերջի շրջանում սկսել եմ հարսանիքներ գնալ, 10-ից մի դեպքում էլ չեմ գնում, բայց եթե գնում եմ մեկա տխուր եմ։ Չեմ կարողանում հաշտվել, որ մարդիկ հարսանիքի առաջի բաժակի խմում են զինվորների կենացը, իրականում չեն հասկանում, որ այդ թվում ինձանից սկսած բոլորս մեղավոր ենք, որ հիմա Արցախը հայկական չի։ Պետք է փոխենք այս մտածելակերպը, ադրբեջանցիները 30 տարի սպասեցին, որ մեզանից գրավեն Արցախը։ Եթե պետք է մենք էլ 40 տարի պիտի պատրաստվենք, որ հետ վերցնենք Արցախը, որովհետև եթե անդադ ասում ենք մայր Հայաստանը, ես էլ ասում եմ ուրեմն Արցախն էլ հայրն է, որովհետև Արցախը 35 տարի ապացուցեց, որ այո, Հայաստանի հայրը ինքն է, որովհետև
ինքն էր պաշտպանում Հայաստանը։ Այդ իլյուզիա էր, որ մենք պատկերացնում ենք, որ Հայաստանն է Արցախը պաշտպանում։ Հիմա տեսնում ենք, որ Արցախը չկա ու տեսնում ենք մեր սահմանների վիճակը։ Եվ այն ժամանակ, երբ որ Մոնթեն ասում էր, փաստորեն ինքը 30 տարի առաջ արդեն պատկերացնում էր այս սցենարը եւ դրա հետևանքները։ Առանց Արցախ չի լինելու Հայաստան։ Արցախը պետք է Հայաստանի 11-րդ մարզը լինի։ Այս կամ այն կերպ ժամանակը ինչքան շուտ այնքան լավ, բայց ողջամիտ, խելացի ձևով դա պետք է անենք։ Պարոն Պետրոսյան, ասում եք Արցախը կա, քանի դեռ խոսում ենք։ Հատկապես ովքեր պիտի խոսեն եւ ինչից պիտի խոսեն։ Բոլորս։ Մի տարեկան է, երբ որ մամայի ասում, հաջորդ բառը պետքա Արցախ ասի։ Եվ ամենատարեցը բոլոր հայերը աշխարհում, եթե իրանք հայ են իրանց անվանում, պետքա ամեն օր գոնե մի քիչ խոսեն Արցախից։ Մի քանի րոպե։ Երեխաների հետ, մեծերի հետ, բոլորիս հետ։ Անդադ պետքա խոսենք։ Չի կարող մարդը հայ լինի ու չխոսի Արցախի մասին։ Արցախի էջը փակված չէ, քանի դեռ Արցախը աշխարհում կա թեկուզ մեկ շնչող երկու ոտքի վրա կանգնած հայ։ Եվ Արցախը ձեր հուշերում։ Արցախը իմ կյանքն է։ Իմ հուշերում իմ ծնողն է, իմ երեխան է, Արցախն է, դրանք բոլորը իմ ամենավերևի կետն է, անուն որի ես ապրում եմ։ Արցախը իմ հուշերում չի, իմ սրտում է, կա ու կմնա, քանի դեռ սիրտս աշխատում է, Արցախը իմ մեջ է։ Չկա բառ հայերեն ամենահարուստ լեզուն ունենալով, որ կարա բնորոշի լավագույնս Արցախը ինչ է։ Արցախը ամեն ինչ է։ Արցախի կորուստը նաև հոգևոր ցավ է։ Ինչպես է հնարավոր ապրել այդ ցավի հետ։ Դա հնարավոր չի ապրել։ Ուղղակի պետք է կամք դրսևորենք ու պատրաստվենք վերադարձին։ Արցախ վերադարձի իրավունքի համար սկզբից պայքարենք, հետո ամբողջական, որովհետև Հայաստանը լիարժեք չի, եթե Հայաստանը Արցախ չունի։ Իսկ արդյոք Արցախը վերադարձնելու այդ կամքը ամուր է մեր մեջ։ Իմ ընկերների մեջ հաստատ ամուր է, իսկ ովքեր որ գտնում են, որ առանց Արցախ Հայաստան կարող է լինի, իրանք ուրեմն պետք է Հայաստանում չունենան իշխանություն։ Այն մարդը, ով գտնում է, որ Արցախը կա, ինքը պետք է լինի իշխանություն, որպեսզի հնարավորինս անի, որ Արցախը մի րոպե շուտ թշնամու ձեռքից վերադարձվի։ Դա աստված խաղաղ ձևով։ Իսկ ինչ եք կարծում, արցախյան պատերազմների մասնակիցները որևէ դերակատարություն պիտի ունենան քաղաքական գործընթացներում։ Նայած այդ դերակատարությունը ինչպիսին է եղել։ Եթե եղել է պաշտպանության նպատակով, այո, եթե եղել է հանձնելու նպատակով, ոչ։